Մարդ երբ որ սիրուն ա լինում ու կարողանում ա սիրուն ապրի, ներքին հանգստություն ունի, կարողանում ա սիրուն կոսմետիկա անի, մազերի ձևը գտել ա, իրան պուպուշացրել ա, այդ մարդը, օրինակ կինը, ես իմ մասին ասեմ, Բարև ես ծնունդ եմ 90-ականների, վերջին հարկ ջուր կրող մկանոտ աղջիկների դու արդեն չհասցրած միտեղ մտնել, ինչ-որ միտեղ նստել, արդեն հլը չմտած, բերանդ չբացած, մարդիկ կան ու ուղղակի քեզ ատում են, պրոստը որ դու տենց ես ու կաս ու սկսում են ատել ու ցինիզմ արտանում իրանց մեջ քո հանդեպ։ Իսկ ես ուզում եմ շատ գովեմ ու սիրեմ հիմա այն մարդկանց, ովքեր տեսնելով այդ ամեն ինչը, հասկանալով մարդու ներքին հանգստությունն ու գեղեցկությունը ու հզորությունը կնոջ, կանանց մասին է հիմա, իմ աղջիկների մասին է խոսքը, քեզ սիրում են, քեզ նկատում են, քեզ գովում են ու ասում են, որ դու հրաշք ես, դուք աշխարհի ամենահզոր մարդիկ եք, ամենասիրուն ու լավ կանայք եք, ամենասիրուն բարի հոգին ու սիրտը ունեք ու դուք լույսի պես ցոլում եք, որովհետև այն կինը, ով չի վախենում, պարզ ասի, որ դու, կինը կնոջը ասի, որ դու սիրուն ես, որ դու լավն ես, որ ես քո կողքը հանգստանում եմ, որ ես քեզանից բավականություն եմ ստանում, որ քեզանից օրինակ եմ վերցնում, մոտիվացիա եմ ստանում, այդ աղջիկները աշխարհի ամենալավ աղջիկներն են ու լույսեր են, լույս եք, ցոլում եք դուք, ամենաբարձր տեղից Աստված տեսնում ա ու ձեզ երջանկություն ա տալու ու շատ առողջություն, կյանքում սիրունություն տեսնող մարդու ներսնասիրուն հրաշքներս, այսենց մի հատ այսօր սենց կենաց վիդեո էր, ձերս որ բաժակ ուներ, կասեի ձեր կենաց աղջիկներ ջան, զգացեք իմ սերը, ստացեք իմ էներգիան ու ձեզ շատ սիրում եմ և շատ հարգում եմ բոլոր են տղամարդկանց, ովքեր գիտեն ձեզ սիրել, գիտեն ձեզ գնահատել, տեսնում են և ամեն ինչ անում են, որ դուք երջանիկ լինեք, հավատացեք ձեր բոլորի ամուսիններն էլ տենց են, մի փոքր հնարավորություն տվեք տղամարդուն, մի փոքր հետ նահանջեք ու հանձնվեք, տեսեք ինչ հզոր տղամարդ ունեք ձեր կողքը, թողեք թող բոլոր հարցերը ինքը լուծի, ուղղակի սիրեք, ուղղակի տեսեք, ուղղակի գովեք ու ամեն իր արածի համար պաչիկ արեք իր թուշը, տղամարդուն սիրեցիր, պաչեցիր, նկատեցիր, կխենթանա քո համար, ամենալավ ձևով թագուհու պես քեզ կպահի, ուղղակի ձեզ նայեք ու ձեզ հետևեք, ոչ թե իրան։ Թվում էր մեզ, թե ոչինչ էլ մենք չունենք, բայց եղել ենք իրար համար լույս ու հենք